Վարչապետը ազգային ժողովին մեջ ներկայացուց կառավարության 5-ամյա ծրագիրը 2026-2031 թվականներու գործունեությամբ։ Վարչապետը իր ելույթին սկիզբը նշեց 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կվեարկեց իրական Հայաստանի քաղաքապարախոսության օգտին։ Ընտրություններու այս արդյունքը պատմական է, որովհետև Հայաստանի Հանրապետության գործառույթային նշանակությունը կվերացվագերբե։ 1990 թվականին Հայաստանի անկախության հռչակման հիմքին դրված էր այն փիլիսոփայությունը, թե պետությունը մեզի հարկավոր է պատմական արդարությունը վերականգնելու եւ այս ընկալումը արտահայտված էր Ղարաբաղյան շարժումով։ Իրական Հայաստանի քաղաքապարախոսությունը գարցանակրե, որ Հայաստանի Հանրապետության գործառնական միակ նշանակությունը իր միջազգային օրենջանցված 29743 քառակուսի կիլոմետր տարածքին մեջ իր քաղաքացիներուն համար խաղաղություն, ազատություն, անվտանգություն ապահովելն է, քաղաքացիներու երջանկության համար միջավայր ստեղծելը, ժողովրդի ինքնությունը պահպանել եւ զարգացնելը։ Ճիշտ այսպիսի պետության եւ տեսլականի օգտին կվեարկեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին ըստ վարչապետը։ Սուրիան եւ Իսրայելը հորդանանի մեջ Ամերիկայի միջնորդությամբ բարձր մագարտակի բանակցություններ վարած են նպատակ ունենալով մեղմացնել լարվածությունը Սուրիո տարածքի նկատմամբ Իսրայելի վերջին հարվածներեն հետո, ինչպես կհաղորդե Սուրիո Սանա լրատվական գործակալությունը։ Կողմերը քննարկած են նաեւ Իսրայելի եւ Թուրքիո միջև լարվածությունը մեղմացնելու եւ անոնց միջև մրցակցությունը Սուրիո հողեր չդարածվելու ուղղությամբ։ Դամասկոս նաեւ Իսրայելի պատվիրակության հայտնած է, որ այնպիսի պայմանավորվածություններ չընդունի, որոնք պիտի սահմանափակեն իր զինված ուժերը վերականգնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ իր դաշինքներն ու գործընկերությունները որոշելու իրավունքը։ Սանայի հաղորդմամբ Սուրիան գրգին ընդգծած է, որ Իսրայելի կողմեն քրավյալ Ջոլանի բարձունքները սուրիական տարածք են, սակայն նշած են, որ տարածաշրջանի վերջին ղարքավիճակի շուրջ քննարկումները դեռ վաղաժամ են։ Սուրիո արտաքին գործոստնախարար Ասադ Շայբանին օգոստոս 22-ին Reuters-ին հայտնած էր, որ Դամասկոս կգնկալի, որ Իսրայելի հետ անվտանգության շուրջ բանակցությունները շուտով վերսկսին, թեև նշած էր, որ երկու կողմերու միջև վստահության պակաս կա։ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց ունեցած է Էմանուել Մակրոնին հետ։ Մոտ 2 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքին Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահները քննարկած են հագաուտային պաշտպանությունը, ֆրանսական նորակույն հրթիռներու մատակարարումը։ Մակրոնը դատապարտած է Քրիվոյ Ռոգի արևդրային կենտրոնի վրա ռուսական հարձակումը, շեշտած երկինքը պաշտպանելու համար Ուկրաինայու անհրաժեշտ միջոցներով ապահովելու եւ Ռուսաստանի վրա ճնշումը մեծնելու կարեւորությունը։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարած է, որ Թեհրանի թեմ հետագա տնտեսական սահմանափակումներու հարցով Միացյալ Նահանգներու հետ համագործակցող որևէ երկիր Իրանի կառավարությունը կդիտարկե որպես թշնամի։ Ռեզային սպառնացած է, որ նման բարակային այդ երկիրները հարվածներու թիրախ պիտի դառնան։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցուցած է, եթե երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու Ամերիկայի ծրագիր իրագործվի, Թեհրան թույլ պիտի չի տա, որ քեթ մեկ գաթիլ քարյուղ դուրս գա ոչ միայն Հորմուզի նեղուցեն, այլև ամբողջ Պարսից ծոցեն։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբով հայտարարած է, որ Թեհրանը բազմաթիվ հաղորդակցություններ ստացած է հարևան երկիրներեն, տարածաշրջանի մեջ անվտանգության նոր կարգավորումներու եւ տնտեսական համագործակցության ձևավորման վերաբերյալ։ Ղալիբովի խոսքով Ամերիկան հանուն Իսրայելի անդեսած է իր դաշնակիցներու շահերը եւ այնպիսի վտանգի տակ դրած անոնց անվտանգությունը, որ անոնք կարճ ժամանակի մեջ հասկացած են, որ իրենց գոյությունը սպառնալիքի տակ է։ Պաշտոնյան ավելցուցած է տարածաշրջանի երկիրներու կողմեն ձևավորված անգախ կարգը իսկապես պիտի ապահովի խաղաղություն եւ անվտանգություն։ Միացյալ Նահանգներու համար միակ տարբերակը Իրանի ժողովրդին հետ հարկալից երկխոսությունն է, հայտարարած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին։ Անոնք պետք է իմանան, որ այլ տարբերակ չունին, քան հարկալից երկխոսությունը սկսել Իրանի ժողովրդին հետ եւ հասնել պատվի եւ արդարության վրա հիմնված լուծումի, ըստ է Արաքչի։ Նախարարը նշած է, որ Թրամփի կողմեն հայտարարված տնտեսական պատերազմը ցույց կտա, որ Միացյալ Նահանգները հուսահատության մեջ է։ Ձեզի է դեր Անի Զեյթունցյանը։